Փետրվարի 20-ին կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տեր Տաթև arczepiskopos Սարգսյանը։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան հոր մահը եւ աղոթում նրա հոգու հանգստության համար։ Տեր Տաթև arczepiskopos Սարգսյանը ծննդով Սիրիայի Հալեբ քաղաքից էր, նախնական կրթությունն ստացել է տեղի ազգային հայկազյան վարժարանում, այնուհետև ուսանել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության դպրևանքում։ Սրբազան հայրը 1960 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, այնուհետև Լոնդոնի King's College-ում ուսումնառության ավարտին ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ Երջանկահիշատակ Սրբազանը 1974 թվականին Մեծիտան Կիլիկիո խորեն առաջին կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս, այնուհետև 6 տարի անց 1980 թվականին Մեծիտան Կիլիկիո Գարեգին II կաթողիկոսի սրբատար կոնդակով արժանացել արքության պատվի։ Մինչև 1995 թվականը Սրբազանը ստանձնել է մանկավարժական, վարչական եւ առաջնորդական տարբեր պաշտոններ, իր ծառայությունն է բերել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո, այնուհետև տեղափոխվել է Հայաստան եւ վարչական եւ մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Փետրվարի 23-ին ժամը 17-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա եկեղեցու կարգ, իսկ փետրվարի 24-ին ժամը 11-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծման, ապա հուղարկավորության արարողությունը։ Հիշատակն արդարո օրհնությամբ եղեցին։